Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դու նայեք ինչ բան է մոլդովական տարբերակ եւ ինչի անտար շեշտում մոլդովական տարբերակը։ Ուրեմն Եվրոմիության ղեկավարությունը, այսպես ասեն, գլոբալիստները միաժամանակ դրան գումարած Բրիտանիան, որը Եվրոմիության ուրեմն մաս չէ, բայց գլոբալիստների, ասենք, գիծն է առաջ տանում։ Ֆրանսիան, Գերմանիան, ասենք գլոբալիստ ազգայնական է, բայց ամեն դեպքում այս պայդրությամբ գլոբալիստների գծի հետ միասին են, որտեղ շահերը համապատասխանում են, դրանք բոլորը հակառուսներ են։ Դրանց դաշնակցած Թուրքիան, Իսրայելը, եթե ասում Թուրքիան, նաև նկատի ունեմ Ադրբեջանը, ընդհանուր ունեն մեկ ընդհանուր գիծ, այսինքն հարավ-արևելյան Եվրոպայից, այս Մոլդովա, Ռումինիա, Բուլղարիա սևծով, այնտեղ նաև Ուկրաինա երկու նավանգիստ կա Օդեսա եւ Նիկոլաև, այս սևծով հարավային Կովկաս, Կասպիցով կենտրոնական Ասիա, այսինքն մի մեծ տարածաշրջան է ստեղծում, որի երկրորդական, երրորդական նպատակը այդ եղի ռեսուրսները հարավային Կովկասով դեպի ուրեմն Եվրոմիություն տանելն է, իսկ առաջնային նպատակը դա այս տարածքում իրենց համար վերահսկելի իշխանություն ունենալն է ցանկացած մեթոդներով, որպեսզի այս տարածքը հետագայում օգտագործեն Ռուսաստանի դեմ, հարվածելու համար Ռուսաստանի հարավից Ղազախստան իր կողմը ուրեմն գրավելով, նաև հարվածեն Իրանին, փորձելով Իրանին ուրեմն մասերի բաժանել եւ նրա ռեսուրսները, նավթագազային ռեսուրսները օգտագործել, ինչպես նաև ասենք ճնշում գործադրել Չինաստանի վրա։ Հիմա այս տարածքում թե Մոլդովան, թե Հայաստան նույն դետալներն են, քաղաքակրթական տարբերություն չի։ Կարևոր չի մեկը քրիստոնյա կլինի, մեկը, չգիտեմ, մամեդական կլինի, ուզբեկները, ասենք, կլինեն մամեդական, հայերը, մոլդովացիները կլինեն քրիստոնյա մեկ ուղղափառ, մեկը հայ առաքելական եւ այն կարևոր չի։ Դրանք պետք է վերահսկվեն։ Թուրքիան էլ կարողացավ այնպես անել, որ իր պանթուրքական այս ծրագիրը տեղավորվի գլոբալիստների այս ծրագրի մեջ, փաստորեն դա դարձավ դաշնակիցներ։